Երբ 1990-ականների սառը ձմեռներին Երանի բնակիչները քանդում էին իրենց պարկետները վառելու համար, երբ մարդիկ հերթեր էին կանգնում հացի համար, երբ ամբողջ ժողովուրդը սովից մեռնում էր, Սիլվա Կապուտիկյանի բնակարանում այրվում էր ոչ թե պարկետ, այլ բուխարին տաքացնում էր 5 սենյականոց թանգարանային ապարտամենտը Աբովյան փողոցում։ Հարանները, ովքեր գիշերները սառչում էին իրենց սառած բնակարաններում, տեսնում էին, թե ինչպես են նրա պատուհաններից հոսում ջերմ լույսերը, իսկ մուտքի դռնից բուրում էր թարմ թխած հացի հոտը։ Ովքեր էին այն մարդիկ, ովքեր գիշերվա խավարում մտնում էին նրա տուն, ծանր պայուսակներով, որոնք այնքան ծանր էին, որ 2 հոգի էին տանում։ Ինչու է ժողովրդական բանաստեղծուհին, որը գրել էր հայրենիքի ժողովրդի մասին, ապրում այնպիսի շքեղության մեջ, երբ նույն ժողովուրդը մեռնում էր սովից։ Ինչ էր թաքցված այդ ոսկե շղթաների բրիլիանտների հետում, որոնք նա կրում էր նույնիսկ տանը։ Ովքեր էին նրա իսկական բարեկամները, ովքեր էին նրանք, ովքեր օգտագործում էին նրա անունը իրենց կեղտոտ գործերը թաքցնելու համար։ Սիլվա Կապուտիկյանը ծնվել էր 1929 թվականին Սպիտակ քաղաքում, պարզ ընտանիքում։ Նրա հայրը ուսուցիչ էր, մայրը տնային տնտեսուհի։ Փոքր Սիլվան սովորում էր լավ, սիրում էր գրքեր կարդալ, բանաստեղծություններ գրել։ Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ նա դեռ 15 տարեկան աղջիկ էր, շրջապատում նկատել էին նրա մեջ մի տարօրինակ հատկություն, նա միշտ ուզում էր լինել կենտրոնում, միշտ ուզում էր ուշադրություն, միշտ ուզում էր, որ իրեն նկատեն։ Դասընկերները հիշում են, թե ինչպես Սիլվան կարող էր ժամերով խոսել իր ապագա փառքի մասին, թե ինչպես է նա դառնալու մեծ բանաստեղծուհի, թե ինչպես են իրեն սիրելու բոլորը։ Բայց ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ գնով է նա հասնելու այդ փառքին, ինչ գաղտնիքներ է նա թաքցնելու իր փայլուն կարիերայի հետում։ Երբ Սիլվան 17 տարեկան էր, նա տեղափոխվեց Երան, սովորելու համար համալսարանում։ Այստեղ էր, որ սկսվեց նրա իսկական կյանքը, այստեղ էր, որ նա ծանոթացավ այն մարդկանց, ովքեր փոխեցին նրա ճակատագիրը։ 1940-րդ թվականների վերջին, երբ Երանը դեռ վերականգնվում էր պատերազմից, երբ մարդիկ դեռ ապրում էին աղքատության մեջ, Սիլվան արդեն սկսել էր հաճախել գրական սալոններ, որտեղ հավաքվում էին խորհրդային նոմենկլատուրայի ներկայացուցիչները։ Ուսանողուհին, որը պետք է ապրեր հանրակացարանում սնվեր ուսանողական սնունդով, հանկարծ սկսեց հայտնվել ռեստորաններում, հագնել ներկրված զգեստներ, որոնք այն ժամանակ արժենում էին ամբողջ ընտանիքի տարեկան եկամուտը։ Ուսանողուհու ընկերուհիները հարցնում էին, որտեղից է նա ստանում այդ գումարները, բայց Սիլվան միայն խորհրդավոր ժպտում էր ասում, տաղանդը միշտ գտնում է իր ճանապարհը։ Բայց ո՞րն էր այդ ճանապարհը, ինչ գնով էր նա քայլում դրանով։ 1948 թվականին Սիլվան ավարտեց համալսարանը, անմիջապես ընդունվեց Գրողների միություն։ Սա էր անհավանական բան 24 տարեկան աղջկա համար, երբ միության անդամ դառնալու համար սովորաբար պետք էր սպասել տարիներ ունենալ հզոր հովանավորներ։ Ո՞վ էր այդ հովանավորը, ով բացեց Սիլվայի առջ բոլոր դռները։ Ծերունի գրողները, ովքեր տասնամյակներ էին սպասել միության անդամակցության, նայում էին նրան ատելությամբ, բայց ոչ ոք չէր համարձակվում բարձրաձայն խոսել։ Նրանք գիտեին, որ Սիլվայի հետում կանգնած է ինչ-որ մեկը շատ հզոր, ինչ-որ մեկը, ում անունը նույնիսկ շուկով չէին արտասանում։ Գրական ընկերակցություններից հետո, երբ բոլորը գնում էին տուն հասարակական տրանսպորտով, Սիլվայի համար կանգնած էր Վոլգա մեքենա, վարորդով վարագույրներով պատուհաններին։ Ո՞վ էր նստած այդ մեքենայի հետի նստատեղին, ինչու էր Սիլվան վերադառնում տուն միայն առավոտյան, երբ Արը արդեն բարձրանում էր Արարատի վրա։ 1950-րդ թվականներին Սիլվա Կապուտիկյանը դարձավ խորհրդային Հայաստանի ամենահայտնի բանաստեղծուհիներից մեկը։ Նրա գրքերը տպագրվում էին հսկայական տպաքանակներով, նրա բանաստեղծությունները սովորեցնում էին դպրոցներում, նրա դիմանկարը կախված էր Գրողների միության պատերին։ Բայց քչերը գիտեին, որ այդ փառքի հետում թաքնված էր մի ամբողջ ստվերային կյանք, որի մասին նույնիսկ ամենամոտ ընկերները չգիտեին։ Սիլվան ամուսնացավ Վահագն Դավթյանի հետ, ով աշխատում էր մշակույթի նախարարությունում, ուներ մուտք բոլոր կարևոր մարդկանց մոտ։ Ամուսնությունը տեղի ունեցավ շատ արագ, գրեթե գաղտնի, շատերը զարմացան, ինչու՞։ Այդքան հայտնի բանաստեղծուհին ամուսնանում առանց շքեղ հարսանիքի, առանց հրապարակայնության։ Հարանները հիշում են, որ հարսանիքի գիշերը Սիլվայի բնակարանից լսվում էին բարձր ձայներ, վեճեր, նույնիսկ ինչ-որ բան կոտրվելու ձայն։ Առավոտյան Սիլվան դուրս եկավ մութ ակնոցներով, որոնք թաքցնում էին նրա դեմքը, ասաց հարաններին, որ գլուխ է ցավում։ Բայց մութ ակնոցների տակ թաքնված էին միայն գլխացավը, թե ինչ-որ ավելի մութ գաղտնիք։ Վահագն Դավթյանը մարդ էր, ում մասին Երանում շշուկներ էին շրջում։
Ասում էին, որ նա ունի կապեր Մոսկվայի հետ, որ նա վերահսկում էր, թե ով է ստանում բնակարան, ով է ստանում արտերկիր մեկնելու թույլտվություն, ով է ստանում պարկներ։ Ասում էին որ նա հավաքում էր կոմպրոմատ մարդկանց վրա, օգտագործելու համար անհրաժեշտության դեպքում։ Գրողները, ովքեր ուզում էին հրատարակել իրենց գրքերը, պետք է անցնեին Վահագնի միջով, ոչ բոլորն էին համաձայնվում վճարել այն գինը, որը նա պահանջում էր։ Սիլվան գիտեիր, թե ինչ գործերով է զբաղվում իր ամուսինը, թե նա փակում էր աչքերը, քանի որ այդ գործերը նրան էին բերում օգուտներ։ Նրանց բնակարանը Աբովյան փողոցում դարձավ մի տեղ, ուր հավաքվում էին ոչ միայն գրողներ, բանաստեղծներ, այլ պաշտոնյաներ, ովքեր գալիս էին ոչ թե գրականությունը քննարկելու, այլ գործարքներ կնքելու համար։ Ինչ գործարքներ էին դրանք, ինչու՞։ Էին դրանք կատարվում գիշերվա խավարում, երբ վարագույրները փակ էին, դռները կողպված։ 1960-րդ թվականներին Սիլվա Կապուտիկյանը դարձավ ոչ միայն բանաստեղծուհի, այլ հասարակական գործիչ։ Նա ընտրվեց Գերագույն խորհրդի պատգամավոր, մասնակցում էր բազմաթիվ պաշտոնական միջոցառումների, ջառում էր հավաքներում։ Նրա դիմանկարը հայտնվում էր թերթերի առաջին էջերում, նրա մասին գրում էին որպես ժողովրդական բանաստեղծուհու, որպես հայ կնոջ խորհրդանիշի։ Բայց ինչքան էր այդ պատկերը համապատասխանում իրականությանը։ Նրա տանը աշխատող տնային օգնականը, որը 15 տարի ծառայել է Կապուտիկյանների ընտանիքում, հիշում էր, թե ինչպես Սիլվան վերաբերվում էր նրան ոչ թե որպես մարդու, այլ որպես ստրուկի։ Տնային օգնականը չէր կարող նստել սեղանի շուրջը, չէր կարող օգտագործել նույն սպասքը, չէր կարող նույնիսկ մտնել որոշ սենյակներ։ Երբ հյուրեր էին գալիս, նրան ասում էին թաքնվել խոհանոցում, որպեսզի չփչացնի տպավորությունը։ Սա էր այն ժողովրդական բանաստեղծուհին, որը գրում էր հավասարության արդարության մասին։ Ինչու՞ էր այդքան մեծ տարբերություն նրա հրապարակային կերպարի իրական անձնավորության մեջ, ով էր իրականում Սիլվա Կապուտիկյանը, երբ կողպված էին դռները, անջատված էին խցիկները։ 1970-րդ թվականներին Սիլվայի կարիերան հասավ գագաթնակետի։ Նա ստացավ Լենինյան մրցանակ, դարձավ Սովետական Միության ժողովրդական բանաստեղծուհի, նրան շնորհվեցին բազմաթիվ մեդալներ, պատվոգրեր։ Նրա բնակարանը Աբովյան փողոցում վերածվեց իսկական թանգարանի, լի արժեքավոր գորգերով, հնաոճ կահույքով, բյուրեղե շքեղանոթներով։ Բայց որտեղից էին գալիս այդ բոլոր հարստությունները։ Բանաստեղծի վարձատրությունը, նույնիսկ ամենահայտնի բանաստեղծի վարձատրությունը, չէր կարող բավարարել այդպիսի շքեղության համար։ Հարանները հիշում են, թե ինչպես գիշերները Սիլվայի բնակարան էին մտնում մարդիկ ծանր սուրճերով, պայուսակներով, որոնք այնքան ծանր էին, որ 2 հոգի էին տանում։ Ինչ կար այդ պայուսակներում, ինչու՞։ Էին դրանք բերվում գիշերվա խավարում, երբ փողոցները դատարկ էին, ոչ ոք չէր տեսնում։ Սիլվայի ամուսինը Վահագնը այդ ժամանակ արդեն դարձել էր շատ ազդեցիկ մարդ մշակույթի նախարարությունում, շատերը վախենում էին նրանից։ Ասում էին, որ նա ունի ցուցակ մարդկանց, ում կարիերան նա կարող է ավերել մեկ հեռախոսազանգով։ Ասում էին որ նա ստանում է հարկեր գրողներից, արտիստներից, իրենց կարիերան շարունակելու թույլտվության դիմաց։ Սիլվան գիտեիր այս ամենի մասին, թե նա ընտրել էր չտեսնել, քանի որ այդ գումարներից մի մասը հոսում էր նրա գրպանը։ 1988 թվականին տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը, որը սպանեց տասնյակ հազարավոր մարդկանց, ավերեց ամբողջ քաղաքներ։ Սիլվա Կապուտիկյանը, որը ծնվել էր Սպիտակում, հանդես եկավ հրապարակային հայտարարություններով, գրեց բանաստեղծություններ ողբերգության մասին, մասնակցեց բարեգործական միջոցառումների։ Նրա անունով հավաքվեցին հսկայական գումարներ երկրաշարժի զոհերին օգնելու համար։ Բայց քանի՞ գումար հասավ իրականում այդ զոհերին, քանիսը մնաց ճանապարհին։ Կամավորները, ովքեր աշխատում էին երկրաշարժի հետանքների վերացման վրա, հիշում են, թե ինչպես Սիլվան եկավ Սպիտակ լրագրողների օպերատորների հետ, նկարահանվեց ավերակների ֆոնին, լաց եղավ խցիկների առջ, բայց մեկնեց նույն օրը, առանց նույնիսկ գիշերելու քաղաքում, որտեղ ծնվել էր։ Նա վերադարձավ Երան, իր տաք բնակարան, իր շքեղ կահույք, իր ոսկե շղթաներ։ Իսկ Սպիտակում մարդիկ շարունակում էին ապրել վրաններում, սառչել ձմռանը, սպասել օգնության, որը երբեք չեկավ ամբողջությամբ։ Որտեղ էին այն միլիոնները, որոնք հավաքվել էին Սիլվայի անունով, ինչու՞։ Էր երկրաշարժից 5 տարի անց Սպիտակը դեռ ավերակների մեջ, մինչդեռ Սիլվայի բնակարանը փայլում էր նոր վերանորոգումից։ 1990-ականների սկզբին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Հայաստանը դարձավ անկախ, երկիրը ընկավ խորը ճգնաժամի մեջ։
Էլեկտրականությունը կար օրական միայն մի քանի ժամ, գազ չկար, ջուր չկար, աշխատանք չկար։ Մարդիկ քանդում էին իրենց կահույքը վառելու համար, ուտում էին մեկ անգամ օրը, երեխաները սովից լաց էին լինում։ Բայց Սիլվա Կապուտիկյանի բնակարանում կյանքը շարունակվում էր նախկին շքեղությամբ։ Ինչպես էր դա հնարավոր, երբ ամբողջ երկիրը սովից մեռնում էր։ Հարանները հիշում են, որ Սիլվայի բնակարանում միշտ էլեկտրականություն կար, շնորհիվ հզոր գեներատորի, որը աշխատում էր նավթով։ Որտեղից էր նա ստանում այդ նավթը, երբ ամբողջ Երանում նավթ գտնել էր անհնար։ Նրա պատուհաններից միշտ հոսում էր լույս, իսկ ուրիշների բնակարանները մնում էին մութ սառը։ Նրա խոհանոցից բուրում էր ճաշատեսակների հոտը, իսկ հարանները եփում էին խոտաբույսեր, որոնք հավաքում էին փողոցներից։ Ինչպես կարող էր ժողովրդական բանաստեղծուհին ապրել այդպիսի շքեղության մեջ, երբ նույն ժողովուրդը, որի մասին նա գրում էր, մեռնում էր սովից սառնից։ Ո՞վ էր նրան ապահովում այդ բոլոր արտոնություններով, ինչ էր նա տալիս դրա դիմաց։ 1992 թվականին, երբ Հայաստանը պատերազմում էր Ադրբեջանի հետ Արցախի համար, երբ երիտասարդները մեռնում էին ռազմաճակատում, երբ ամբողջ երկիրը ապրում էր պատերազմական ռեժիմում, Սիլվա Կապուտիկյանը շարունակում էր իր շքեղ կյանքը։ Նա հանդես էր գալիս հայրենասիրական ելույթներով, գրում էր բանաստեղծություններ զինվորների մասին, հավաքում էր գումարներ բանակի համար։ Բայց նրա սեփական որդին, որը այդ ժամանակ 20 տարեկան էր, երբեք չգնաց ռազմաճակատ։ Ինչպես էր դա հնարավոր, երբ բոլոր երիտասարդները պարտավոր էին ծառայել։ Ո՞վ էր պաշտպանում նրան, ինչ գնով։ Զինվորների մայրերը, ովքեր կորցրել էին իրենց որդիներին պատերազմում, նայում էին Սիլվայի որդուն, որը քայլում էր Երանի փողոցներով նորած հագուստներով օտարերկրյա մեքենայով, նրանց սրտերում բորբոքվում էր ատելություն։ Բայց ոչ ոք չէր համարձակվում բարձրաձայն խոսել, քանի որ բոլորը գիտեին, որ Կապուտիկյանների ընտանիքը ունի կապեր շատ բարձր, ով որ համարձակվի խոսել, կարող է վաղը գտնել ինքն իրեն շատ լուրջ խնդիրների մեջ։ 1995 թվականին Սիլվայի ամուսինը, Վահագն Դավթյանը, մահացավ սրտի կաթվածից։ Սա էր պաշտոնական տարբերակը, բայց շատերը չհավատացին։ Ասում էին, որ Վահագնը գիտեր չափազանց շատ բան չափազանց շատ մարդկանց մասին, որ նրա մահը չէր եղել պատահական։ Ասում էին, որ նա պատրաստվում էր հրապարակել որոշ փաստաթղթեր, որոնք կարող էին ավերել շատ կարիերաներ, որ նրան օգնեցին լռել հավերժ։ Սիլվան չթույլատրեց կատարել ուսումնասիրություն, մարմինը հրկիզվեց շատ արագ, բոլոր հարցերը մնացին առանց պատասխանի։ Թաղումից հետո Սիլվան փակվեց իր բնակարանում 3 ամիս ոչ ոքի չտեսավ։ Երբ նա վերջապես դուրս եկավ, մարդիկ զարմացան, նա նիհարել էր, ծերացել էր, կարծես 10 տարի ավելացել էր նրա տարիքին։ Բայց ավելի շատ զարմացրեց այն, որ նա սկսեց վաճառել իր ունեցվածքի մի մասը, գորգերը, նկարները, հնաոճ կահույքը։ Ինչու՞ էր նա դա անում, երբ միշտ ապրել էր շքեղության մեջ։ Որտեղ էին այն միլիոնները, որոնք ըստ շշուկների պետք է լիներ նրանց ընտանիքում։ Ինչ էր տեղի ունեցել Վահագնի մահից հետո, ինչու՞ էր Սիլվան հանկարծ դարձել այդքան աղքատ։ 1998 թվականին Սիլվա Կապուտիկյանը հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ, որտեղ ասաց, որ իր ամբողջ կյանքում ծառայել է ժողովրդին, որ երբեք չի ունեցել անձնական հարստություն։ Նա ասաց, որ բոլոր շշուկները նրա մասին են սուտ, որ նրան փորձում են բծել նրանք, ովքեր նախանձում են նրա հաջողությանը։ Բայց շատերը չհավատացին այդ խոսքերին։ Նրանք հիշում էին այն տարիները, երբ Սիլվան ապրում էր շքեղության մեջ, մինչդեռ նրանք սովից մեռնում էին։ Նրանք հիշում էին այն գիշերները, երբ նրա բնակարան էին մտնում մարդիկ ծանր պայուսակներով։ Նրանք հիշում էին այն միլիոնները, որոնք հավաքվել էին երկրաշարժի զոհերի համար, բայց երբեք չէին հասել նրանց։ Ո՞վ էր ասում ճշմարտությունը, Սիլվան, թե այն մարդիկը, ովքեր մեղադրում էին նրան։ Ինչու՞ էր նա այդքան պաշտպանվում, եթե իրոք անմեղ էր։ Ինչ էր նա թաքցնում, ինչու՞ էր այդքան վախենում, որ ճշմարտությունը կբացահայտվի։ Երբ լրագրողները փորձեցին հարցնել Սիլվայի նախկին տնային օգնականին, նա սկզբում հրաժարվեց խոսել։ Բայց երբ նրան խոստացան անանունություն, նա համաձայնեց պատմել այն, ինչ տեսել էր այդ տանը 15 տարիների ընթացքում։ Նա պատմեց, թե ինչպես Սիլվան պահում էր ոսկի բրիլիանտներ գաղտնի տուփերում, որոնք թաքցված էին պահարանում։ Նա պատմեց, թե ինչպես գիշերները տուն էին գալիս մարդիկ, ում նա երբեք չէր տեսել, ինչպես նրանք փոխանակում էին փաթեթներ Վահագնի հետ։ Նա պատմեց, թե ինչպես Սիլվան հաշվում էր գումարներ խոհանոցի սեղանին, մեծ կապույտներով, որոնք այն ժամանակ արժենում էին ամբողջ բնակարան։
Նա պատմեց նրան, թե ինչպես Սիլվան սպառնում էր նրան, որ եթե նա ինչ-որ բան ասի ուրիշներին, ապա նա երբեք չի գտնի աշխատանք Երանում, նրա ընտանիքը կտուժի։ Այս վկայությունները սարսափելի էին, բայց դրանք միայն սկիզբն էին։ Ինչ էին դեռ թաքցնում այդ պատերը, քանի մարդ էին դեռ լռում վախից։ Երբ 1999 թվականների կեսերին Երանի քաղաքապետարանում սկսեցին ստուգել երկրաշարժի համար հավաքված բարեգործական ֆոնդերի հաշվետվությունները, պարզվեց մի սարսափելի փաստ, որը փորձեցին անմիջապես թաքցնել։ 5 միլիոն ամերիկյան դոլար, որոնք հավաքվել էին Սիլվա Կապուտիկյանի անունով ստեղծված Սպիտակի վերացնունդ հիմնադրամի միջոցով, պարզապես անհետացել էին։ Փաստաթղթերում գրված էր, որ գումարները ծախսվել են վերականգնողական աշխատանքների վրա, բայց երբ ստուգողները գնացին Սպիտակ տեսնելու այդ աշխատանքները, նրանք չգտան ոչինչ։ Ոչ մի նոր շենք, ոչ մի վերանորոգված դպրոց, ոչ մի հիվանդանոց։ Միայն ավերակներ վրաններ, որտեղ դեռ ապրում էին մարդիկ, 7 տարի երկրաշարժից հետո։ Ստուգողներից մեկը, որը պահանջեց բացահայտել ճշմարտությունը, հանկարծ տեղափոխվեց աշխատանքից հեռավոր Մարս, իսկ հետաքննությունը դադարեցվեց բավարար ապացույցների բացակայության պատճառով։ Ո՞վ էր տվել հրաման փակել այդ գործը, ինչու՞։ Սիլվա Կապուտիկյանը, երբ լսեց հետաքննության մասին, անմիջապես մեկնել Մոսկվա, բուժման համար, վերադարձել միայն երբ գործը փակվեց։ Որտեղ էին այդ 5 միլիոն դոլարները, քանի մարդ էին դեռ ապրում վրաններում այն գումարների շնորհիվ, որոնք երբեք չհասան իրենց։ 1996 թվականին Սիլվայի որդին, Արամը, որը մինչ այդ ապրում էր համեստ կյանքով աշխատում էր թարգմանիչ, հանկարծ դարձավ մի խոշոր ներմուծող ընկերության սեփականատեր։ Ընկերությունը, որը կոչվում էր Ararat Trade, զբաղվում էր շքեղ ապրանքների, օտարերկրյա մեքենաների, էլեկտրոնիկայի, նույնիսկ զենքի ներմուծմամբ։ Այն ժամանակ, երբ սովորական մարդը չէր կարող գնել նույնիսկ հաց, Արամ Կապուտիկյանը վաճառում էր Mercedes մեքենաներ, ոսկե ժամացույցներ։ Բիզնեսմենները, ովքեր փորձեցին մտնել նույն շուկա, հանդիպեցին անհաղթահարելի խոչընդոտների, մաքսատներում նրանց ապրանքները ձերբակալվում էին, լիցենզիաները չէին տրվում, ստուգումները երբեք չէին ավարտվում։ Բայց Արամի ապրանքները անցնում էին սահմանը առանց որևէ խնդրի, կարծես անտեսանելի ձեռք էր բացում նրա առջ բոլոր դռները։ Ով էր այդ անտեսանելի հովանավորը, ինչու՞։ Սիլվա Կապուտիկյանը, երբ հարցնում էին նրա որդու հաջողության մասին, միայն ժպտում ասում, նա տաղանդավոր է բիզնեսում։ Բայց տաղանդը բավարար է, երբ ամբողջ երկիրը խորտակված է, երբ բանկերը սնանկացած են, երբ օրենքները չեն գործում։ Ինչպիսի տաղանդ էր դա, որը թույլ էր տալիս երիտասարդ մարդուն դառնալ միլիոնատեր մի քանի ամսում, մինչդեռ նրա հասակակիցները մեռնում էին սովից կամ ռազմաճակատում։ Սիլվայի բնակարանը Աբովյան փողոցում այդ տարիներին վերածվեց մի տեսակ ստվերային գրասենյակի, որտեղ հանդիպում էին մարդիկ, ում անունները երբեք չէին հնչում հրապարակայնորեն, բայց ովքեր իրականում վերահսկում էին Հայաստանի տնտեսության մեծ մասը։ Հարանները հիշում են, թե ինչպես գիշերները կանգնում էին սճիպեր մեքենաներ, մութ ապակիներով, ինչպես դրանցից իջնում էին մարդիկ ծանր կաշվե բաճկոններով, մեծ ոսկե շղթաներով։ Սրանք չէին գրողներ կամ բանաստեղծներ, սրանք էին նոր դարաշրջանի բիզնեսմեններ, մարդիկ, ովքեր կառուցել էին իրենց կայսրությունները քաոսի անօրինականության վրա։ Նրանք մնում էին Սիլվայի մոտ ժամերով, երբ դուրս էին գալիս, նրանց դեմքերը լինում էին գոհ, կարծես նրանք ստացել էին այն, ինչի համար եկել էին։ Ինչ էր տալիս Սիլվա Կապուտիկյանը այդ մարդկանց, ինչ էր ստանում դրա դիմաց։ Հարաններից մեկը, որը մի գիշեր պատահաբար լսեց նրանց խոսակցությունը բաց պատուհանից, հիշում է, թե ինչպես էր խոսվում պաշտպանության կապերի երաշխիքների մասին։ Խոսվում էր նա մեծ գումարների մասին, որոնք պետք է բաշխվեին ճիշտ մարդկանց, որպեսզի ամեն ինչ լինի հարթ։ Սա էր կոռուպցիայի ամբողջական համակարգ, որտեղ Սիլվա Կապուտիկյանը խաղում էր կենտրոնական դեր, որպես միջնորդ հին խորհրդային նոմենկլատուրայի նոր կրիմինալ կապիտալի միջ։ Ինչու՞։ Էր ժողովրդական բանաստեղծուհին դարձել այդպիսի կեղտոտ գործերի մասնակից, քանի մարդ էր տուժել նրա միջնորդությունից։ 1997 թվականին տեղի ունեցավ մի դեպք, որը ցնցեց Երանի գրական շրջանակները, բայց որի մասին երբեք չգրեցին թերթերը։ Երիտասարդ բանաստեղծուհի Աննա Գրիգորյանը, որը հրատարակել էր մի հատոր բանաստեղծություններ, սկսել էր ձեռք բերել ճանաչում, հանկարծ անհետացավ գրական կյանքից։ Նրա գիրքը, որը պետք է տպագրվեր երկրորդ տպաքանակով, երբեք չտպագրվեց։ Նրան չհրավիրեցին ոչ մի գրական երեկո, ոչ մի հանդես չընդունեց նրա բանաստեղծությունները։ Կարծես նա դարձել էր անտեսանելի, կարծես նրա անունը ջնջվել էր բոլոր ցուցակներից։
Երբ Աննայի ընկերները փորձեցին պարզել, թե ինչ էր պատահել, նրանք լսեցին մի սարսափելի պատմություն։ Աննան մի անգամ մի գրական երեկույթից հետո քննադատել էր Սիլվա Կապուտիկյանի վերջին բանաստեղծությունները, ասելով, որ դրանք կորցրել են իրենց ուժը, դարձել են պարապ խոսքեր։ Այդ խոսքերը հասան Սիլվայի ականջին, հաջորդ օրը Աննան ստացավ հեռախոսազանգ գրողների միությունից, նրան ասելով, որ նրա անդամակցությունը վերանայվում է։ Մի շաբաթ անց նրան ասացին, որ նրա գիրքը չի համապատասխանում որակի չափանիշներին, տպագրությունը չեղարկվեց։ Աննան փորձեց պայքարել, փորձեց գտնել արդարություն, բայց բոլոր դռները փակ էին նրա առջ։ Նա հասկացավ, որ Սիլվա Կապուտիկյանը ունի այնքան ուժ, որ կարող է ոչնչացնել ցանկացած մարդու կարիերան մեկ խոսքով։ Աննան վերջապես հրաժարվեց գրականությունից, սկսեց աշխատել որպես ուսուցչուհի հեռավոր գյուղում։ Քանի այլ տաղանդավոր մարդիկ էին ոչնչացվել Սիլվայի վրեժխնդրության պատճառով, ինչու՞ էր նա այդքան վախենում քննադատությունից, եթե իրոք հավատում էր իր տաղանդին։ 1998 թվականին, երբ Սիլվա Կապուտիկյանը արդեն 75 տարեկան էր, նա հանկարծ սկսեց վաճառել իր ամենաթանկարժեք ունեցվածքը։ Նախ վաճառվեց 5 սենյականոց բնակարանը Աբովյան փողոցում, որը գնվեց անանուն գնորդի կողմից անհավատալի բարձր գնով։ Ապա վաճառվեցին գորգերը, որոնք ըստ փորձագետների գնահատման արժենում էին տասնյակ հազարավոր դոլարներ։ Վաճառվեցին նա հնաոճ կահույքը, բյուրեղե շքեղանոթները, նույնիսկ գրքերի հազվագյուտ հավաքածուն։ Սիլվան տեղափոխվեց ավելի փոքր բնակարան, 3 սենյականոց, որը գտնվում էր ոչ այնքան պրեստիժային թաղամասում։ Մարդիկ զարմացած էին, ինչու՞ է այդքան հայտնի հարուստ կինը հանկարծ դառնում աղքատ։ Շատերը կարծում էին, որ նա պարզապես ծերացել է, ուզում է ավելի պարզ կյանք։ Բայց ճշմարտությունը շատ ավելի մութ էր։ Սիլվայի նախկին իրավաբանը, որը վարում էր նրա գործերը, պատմեց, որ Սիլվան ստիպված էր վաճառել ամեն ինչ, որովհետև նրան սպառնում էին։ Ովքեր էին այդ մարդիկը, ովքեր սպառնում էին 75 տարեկան կնոջը, ինչ էին նրանք պահանջում։ Իրավաբանը ասաց, որ խոսքը վերաբերում էր հին պարտքերի, որոնք մնացել էին Վահագնի մահից հետո, պարտքերի, որոնք Սիլվան պետք է մարեր, եթե չուզում էր, որ ինչ-որ բան վատ պատահի նրա որդուն։ Սա էր բացահայտ շանտաժ, բայց Սիլվան չկարող էր դիմել ոստիկանություն, որովհետև այդ դեպքում պետք է բացահայտեր, թե որտեղից էին եկել այդ պարտքերը, ինչ գործերի մեջ էր ներգրավված նրա ամուսինը։ Նա ընտրեց լռել, վճարել, նույնիսկ եթե դա նշանակում էր կորցնել ամեն ինչ, ինչ կուտակել էր տարիների ընթացքում։ Ինչպիսի՞ գործեր էին դրանք, որոնք նույնիսկ տարիներ անց շարունակում էին հետապնդել Սիլվա Կապուտիկյանին, քանի մարդ էին դեռ սպասում իրենց պարտքերը ստանալ նրանից։ Երբ լրագրողները փորձեցին հարցազրույց վերցնել Սիլվայից այդ տարիներին, նա միշտ հրաժարվում էր խոսել իր անձնական կյանքի մասին։ Նա ասում էր, որ ուզում է, որ մարդիկ հիշեն իրեն միայն որպես բանաստեղծուհի, ոչ թե որպես հասարակական կամ քաղաքական գործիչ։ Բայց մի անգամ, երբ մի համառ լրագրող շարունակեց հարցնել երկրաշարժի ֆոնդերի մասին, Սիլվան կորցրեց ինքնատիրապետումը։ Նա բարձրացավ ձայնը, ասաց. «Դուք ոչինչ չգիտեք, դուք չեք եղել այնտեղ, դուք չեք տեսել, թե ինչ էր կատարվում։ Ես արեցի այն, ինչ կարող էի, եթե ինչ-որ բան սխալ գնաց, դա ոչ թե իմ մեղքն է, այլ համակարգի մեղքը»։ Այս խոսքերը շատ բան էին բացահայտում։ Սիլվան ընդունում էր, որ ինչ-որ բան սխալ էր գնացել, բայց նա մերժում էր պատասխանատվությունը, մատնանշելով համակարգը։ Բայց ո՞վ էր այդ համակարգը, եթե ոչ այն մարդիկը, ովքեր կազմում էին այն, այդ թվում Սիլվա Կապուտիկյանը։ Նա չէր կարող թաքնվել համակարգի հետում, երբ ինքը եղել էր այդ համակարգի ակտիվ մասնակից, երբ ինքը օգտվել էր դրանից, երբ ինքը հարստացել էր դրա շնորհիվ։ Լրագրողը փորձեց հետագա հարցեր տալ, բայց Սիլվան ավարտեց հարցազրույցը, երբեք այլևս չհամաձայնվեց խոսել այդ թեմայի մասին։ Ինչ էր նա թաքցնում այդքան ուշքնությամբ, ինչու՞ էր նա այդքան վախենում, որ ճշմարտությունը կբացահայտվի։ 1999 թվականների վերջին Սիլվա Կապուտիկյանը դարձավ գրեթե ճգնավոր։ Նա հազվադեպ էր դուրս գալիս տնից, հազվադեպ էր տալիս հարցազրույցներ, հազվադեպ էր մասնակցում գրական միջոցառումների։ Մարդիկ, ովքեր տեսնում էին նրան փողոցում, զարմանում էին, որքան նա փոխվել էր։ Այն փայլուն, վստահ կինը, որը մի ժամանակ լցնում էր ցանկացած սենյակ իր ներկայությամբ, այժմ դարձել էր մի փոքրիկ, ծալքոտած ծերուկ, որը քայլում էր դանդաղ, զգույշ, կարծես վախենում էր, որ կգլորվի։ Նրա աչքերը, որոնք մի ժամանակ փայլում էին հպարտությամբ, վստահությամբ, այժմ լի էին վախով, անհանգստությամբ։
Նա շրջվում էր ամեն անգամ, երբ լսում էր քայլերի ձայն իր հետից, կարծես սպասում էր, որ ինչ-որ մեկը կհետապնդի իրեն։ Հարանները հիշում են, թե ինչպես նա գիշերները չէր անջատում լույսերը իր բնակարանում, կարծես վախենում էր մթությունից։ Նրանք լսում էին նա, թե ինչպես նա խոսում էր ինքն իր հետ, երբ կարծում էր, որ ոչ ոք չի լսում։ Նա կրկնում էր. «Ես չգիտեի, ես չգիտեի, ես չէի ուզում»։ Ինչ էր նա չգիտել, ինչ էր նա չուզել։ Ինչպիսի մեղքեր էին հետապնդում նրան նրա ծերության տարիներին, ինչու էր նա չկարողանում գտնել խաղաղություն, նույնիսկ երբ արդեն ամեն ինչ կորցրել էր։ 2001 թվականին Սիլվա Կապուտիկյանը տեղափոխվեց հիվանդանոց լուրջ առողջական խնդիրների պատճառով։ Բժիշկները ասացին, որ նրա սիրտը թույլ է, որ նրա ճնշումը անկայուն է, որ նրան անհրաժեշտ է մշտական բժշկական հսկողություն։ Բայց ավելի շատ նրանց անհանգստացրեց նրա հոգեկան վիճակը։ Սիլվան տառապում էր անկնությամբ, ունեցավ սարսափազդու երազներ, երբեմն չէր ճանաչում նույնիսկ իր որդուն։ Հոգեբույժները, ովքեր զննեցին նրան, ասացին, որ նա տառապում է խոր դեպրեսիայով մեղավորության զգացումով։ Նրանք խորհուրդ տվեցին հոգեթերապիա, բայց Սիլվան հրաժարվեց։ Նա ասաց, որ ոչ մի բժիշկ չի կարող օգնել նրան, որովհետև նրա ցավը ֆիզիկական չէ, այլ հոգոր։ Նա ասաց, որ շատ ուշ է ինչ-որ բան փոխելու համար, որ նա արդեն ապրել է իր կյանքը, այժմ պետք է պատասխան տա դրա համար։ Բժիշկներից մեկը, որը շատ ժամանակ անցկացրեց Սիլվայի հետ, հիշում է, թե ինչպես նա մի անգամ գիշերվա խավարում, երբ կարծում էր, որ ոչ ոք չի լսում, շուկով ասաց. «Ներեցեք ինձ, ես չգիտեի, որ այդքան մարդիկ կտուժեն»։ Ո՞ւմ էր նա խնդրում ներողություն, ինչի համար։ Քանի մարդ էին տուժել նրա գործողություններից կամ անգործությունից, արդյոք նա երբեք կգտնի այն ներողությունը, որը փնտրում էր։ 2002 թվականի ամռանը Սիլվա Կապուտիկյանը վերադարձավ տուն հիվանդանոցից, բայց նա այլս նույն մարդը չէր։ Նա դարձել էր ստվեր, մի ուրվական, որը գոյություն ուներ, բայց չէր ապրում։ Նրա որդին, Արամը, որը այդ ժամանակ արդեն շատ հարուստ մարդ էր, վարձեց նրա համար մշտական բուժքույր տնային օգնական։ Բայց Սիլվան հրաժարվում էր շփվել նրանց հետ, նա նստում էր ժամերով պատուհանի մոտ նայում դեպի Արարատ լեռը, որը երում էր հեռվից։ Բուժքույրը հիշում է, թե ինչպես Սիլվան երբեմն խոսում էր Արարատի հետ, կարծես լեռը կարող էր լսել նրան։ Նա ասում էր. «Դու տեսար ամեն ինչ, դու գիտես ճշմարտությունը, դու չես դատում ինձ»։ Լեռը, իհարկե, չէր պատասխանում, բայց Սիլվան կարծես սպասում էր պատասխանի, կարծես հույս ուներ, որ բնությունը կների նրան, նույնիսկ եթե մարդիկը չեն ներում։ Բուժքույրը նկատեց, որ Սիլվան պահում էր մի փոքրիկ տուփ իր բարձի տակ, երբեք չէր թողնում, որ ինչ-որ մեկը դիպչի դրան։ Մի անգամ, երբ բուժքույրը փորձեց մաքրել սենյակը, տեղափոխել տուփը, Սիլվան այնպիսի վախով գոչեց, որ բուժքույրը սարսափեց։ Ինչ կար այդ տուփում, որը այդքան կարևոր էր Սիլվայի համար, ինչու էր նա այդքան վախենում, որ ինչ-որ մեկը կտեսնի դրա բովանդակությունը։ Արդյոք այդ տուփում էին թաքնված այն գաղտնիքները, որոնք Սիլվան տարել էր իր հետ մինչ վերջ, թե դա պարզապես մի հին կնոջ տարօրինակությունն էր։ 2003 թվականի աշնանը, երբ Երանի փողոցներում արդեն սկսում էին բացվել նոր խանութներ, կաֆեներ, երբ կյանքը դանդաղ վերադառնում էր նորմալ ռիթմի, Սիլվա Կապուտիկյանի բնակարան մտավ մի մարդ, ում այցելությունը փոխեց ամեն ինչ։ Սա էր Վահագնի եղբայրը, Գորգ Դավթյանը, մարդ, ում մասին Սիլվան երբեք չէր խոսում, մարդ, ում անունը ջնջված էր ընտանեկան ալբոմներից։ Գորգը ապրում էր Ռուսաստանում, Սանկտ Պետերբուրգում, վերջին 20 տարիների ընթացքում ոչ մի անգամ չէր եկել Հայաստան։ Բայց այժմ նա կանգնած էր Սիլվայի դռան առջ, ծանր սպայուսակով ձեռքին, նրա դեմքը արտահայտում էր ոչ թե ցավ կամ կարոտ, այլ սառը վճռականություն։ Բուժքույրը, որը բացեց դուռը, հիշում է, թե ինչպես Սիլվան, տեսնելով Գորգին, սկսեց դողալ ամբողջ մարմնով, շշուկով ասաց. «Ոչ հիմա, ես դեռ պատրաստ չեմ»։ Գորգը մտավ առանց հրավերի, նստեց Սիլվայի դիմաց, դրեց սեղանին այն սպայուսակը։ Նա բացեց այն, հանեց հաստ թղթերի փաթեթ, հին փաստաթղթեր, լուսանկարներ, նամակներ։ «Սա է այն ամենը, ինչ Վահագնը թողել է ինձ մոտ, անվտանգության համար», ասաց Գորգը։ Նա ասել էր, որ եթե նրան ինչ-որ բան պատահի, ես պետք է բերեմ դրանք քեզ մոտ։ Բայց ես սպասեցի, մինչ համոզվեցի, որ ժամանակն է։ Ինչ էր պարունակում այդ փաստաթղթերը, որոնք Վահագնը պահել էր այդքան խնամքով, ինչու էր Սիլվան այդքան սարսափած դրանք տեսնելուց։ Արդյոք դրանք էին այն ապացույցները, որոնք կարող էին վերջապես բացահայտել ճշմարտությունը Կապուտիկյանների ընտանիքի մութ գործերի մասին։
Գորգը սկսեց դասավորել փաստաթղթերը սեղանին, ամեն մի թերթիկ էր պատմում մի նոր սարսափելի պատմություն։ Այստեղ էին բանկային փոխանցումների ապացույցները, ցույց տալով, թե ինչպես են երկրաշարժի ֆոնդերից գումարները փոխանցվել անհայտ հաշիվների, որոնք գրանցված էին օֆշորային գոտիներում։ Այստեղ էին նամակները պաշտոնյաներից, որոնք խոստանում էին լրություն պաշտպանություն որոշակի գումարների դիմաց։ Այստեղ էին լուսանկարները, ցույց տալով Վահագնին Սիլվային հանդիպումների ժամանակ այն մարդկանց հետ, ում անունները հետագայում կապված էին ամենամեծ կոռուպցիոն սկանդալների հետ։ Այստեղ էր նա մի ցուցակ, անունների ցուցակ, որտեղ գրված էր յուրաքանչյուր մարդու անունը, նրա պաշտոնը, գումարը, որը նա ստացել էր համագործակցության համար։ Այդ ցուցակում էին նախարարներ, պատգամավորներ, դատավորներ, նույնիսկ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ։ Սիլվան նայում էր այդ փաստաթղթերին, նրա դեմքը դառնում էր ավելի ու ավելի գունատ։ Նա փորձեց խոսել, բայց խոսքերը չէին դուրս գալիս նրա բերանից։ Գորգը շարունակեց. Վահագնը ասել էր ինձ, որ եթե նրան ինչ-որ բան պատահի, դու պետք է որոշես, ինչ անել այս փաստաթղթերով։ Կամ դու դրանք հրապարակում ես, ճշմարտությունը դուրս է գալիս, կամ դու դրանք ոչնչացնում ես, ապրում ես մեղավորության զգացումով մինչ վերջ։ Ինչպիսի ընտրություն էր դա մի 80 տարեկան հիվանդ կնոջ համար, ինչու՞։ Էր Վահագնը դրել նրան այդպիսի անհնար իրավիճակի մեջ։ Սիլվան նստեց լռությամբ երկար ժամեր, նայելով այդ փաստաթղթերին։ Բուժքույրը, որը մնացել էր սենյակում, հիշում էր, թե ինչպես Սիլվան վերջապես խոսեց, նրա ձայնը այնքան թույլ էր, որ գրեթե չէր լսվում։ Ես գիտեի, ասաց նա։ Ես միշտ գիտեի, որ Վահագնը անում է սխալ բաներ, բայց ես փակեցի աչքերս։ Ես ասացի ինձ, որ դա ոչ թե իմ գործն է, որ ես պարզապես բանաստեղծուհի եմ, որ ես պատասխանատու չեմ նրա գործերի համար։ Բայց ես սուտ էի ասում ինձ։ Ես օգտվում էի այդ գումարներից, ես ապրում էի այդ շքեղության մեջ, ես լռում էի, երբ պետք էր խոսել։ Այս խոստովանությունը սարսափելի էր իր անկեղծությամբ, բայց դա միայն սկիզբն էր։ Սիլվան շարունակեց. երբ երկրաշարժը տեղի ունեցավ, ես իսկապես ուզում էի օգնել։ Ես հավաքեցի գումարներ, ես կազմակերպեցի բարեգործական միջոցառումներ, ես հավատում էի, որ այդ գումարները կհասնեն մարդկանց։ Բայց Վահագնը ասաց ինձ, որ մենք պետք է վերցնենք մի մասը ադմինիստրատիվ ծախսերի համար։ Նա ասաց, որ բոլորը այդպես են անում, որ դա նորմալ է։ Ես հավատացի նրան, կամ ես ուզեցի հավատալ, որովհետև դա ավելի հեշտ էր, քան ճշմարտությանը դեմ դուրս գալը։ Ինչպիսի։ Ադմինիստրատիվ ծախսեր էին դրանք, որոնք կլանեցին միլիոններ, մինչդեռ երկրաշարժի զոհերը շարունակում էին ապրել վրաններում։ Ինչպես կարող էր Սիլվան արդարացնել իր լռությունը, երբ նա տեսնում էր, թե ինչ է կատարվում։ Գորգը լսեց Սիլվայի խոստովանությունը, ասաց. Ես չեմ եկել քեզ դատելու համար։ Ես եկել եմ, որովհետև դու պետք է որոշես, ինչ անել այս փաստաթղթերով։ Եթե դու դրանք հրապարակես, շատ հզոր մարդիկ կընկնեն։ Բայց դու նույնպես կընկնես, քո անունը կբծվի, քո բանաստեղծությունները կմոռացվեն։ Մարդիկ կհիշեն քեզ ոչ թե որպես բանաստեղծուհի, այլ որպես կոռուպցիոներ։ Եթե դու դրանք ոչնչացնես, ճշմարտությունը երբեք չի բացահայտվի, բայց դու կարող ես մեռնել խաղաղությամբ, գիտենալով, որ քո անունը մաքուր է մնացել։ Սա էր դժոխային ընտրություն, ճշմարտություն թե հեղինակություն, արդարություն թե անուն։ Սիլվան նայեց Գորգին, հարցրեց. Իսկ դու ինչ կանեիր իմ տեղում։ Գորգը մի պահ լռեց, ապա ասաց. Ես կհրապարակեի։ Ես կընտրեի ճշմարտությունը, նույնիսկ եթե դա նշանակում էր ինձ ոչնչացնել։ Բայց ես ոչ թե դու եմ, դու ոչ թե ես ես։ Դու պետք է որոշես ինքդ։ Սիլվան նայեց դեպի պատուհանը, որտեղ երում էր Արարատ լեռը, նրա աչքերում հայտնվեցին արցունքներ։ Նա գիտեր, որ ինչ էլ որոշում կայացներ, դա կլիներ սխալ որոշում, որովհետև ճիշտ որոշում այլևս գոյություն չուներ։ Ինչպես կարող էր նա ընտրել, երբ երկու ընտրանքներն էլ նշանակում էին կորուստ, երբ երկու ճանապարհներն էլ տանում էին դեպի մութ։ Գորգը թողեց փաստաթղթերը Սիլվայի մոտ, ասաց, որ կվերադառնա մեկ շաբաթ հետո, լսելու նրա որոշումը։ Այդ շաբաթվա ընթացքում Սիլվան գրեթե չէր ուտում, չէր քնում, միայն նստում էր այդ փաստաթղթերի առջ, կարդում դրանք անընդհատ։ Բուժքույրը փորձեց համոզել նրան հանգստանալ, բայց Սիլվան հրաժարվեց։ Նա ասաց, որ պետք է կարդա ամեն մի տող, պետք է հասկանա ամեն մի գործարք, պետք է տեսնի ամբողջ պատկերը։ Երբ նա ավարտեց կարդալը, նա հասկացավ, որ իրավիճակը շատ ավելի վատ էր, քան նա պատկերացնում էր։
Վահագնը ոչ միայն վերցրել էր գումարներ երկրաշարժի ֆոնդերից, նա ներգրավված էր եղել զենքի ապօրինի առտրում, նա օգնել էր կրիմինալ հեղինակություններին լվանալ իրենց գումարները, նա նույնիսկ տվել էր կաշառք դատավորներին ազատելու որոշ մարդկանց բանտից։ Սիլվան հասկացավ, որ եթե այս փաստաթղթերը հրապարակվեն, դա կլինի ոչ միայն սկանդալ, այլ ազգային ողբերգություն, որովհետև այնտեղ ներգրավված էին այնքան շատ բարձրաստիճան մարդիկ, որ ամբողջ համակարգը կարող էր փլուզվել։ Բայց միևնույն ժամանակ, եթե այս փաստաթղթերը ոչնչացվեն, ապա բոլոր այդ մարդիկը կշարունակեն իրենց կեղտոտ գործերը, արդարությունը երբեք չի հաստատվի։ Ինչպես կարող էր մի մարդ կրել այդպիսի պատասխանատվություն, ինչու՞ էր Վահագնը դրել Սիլվային այդպիսի անհնար իրավիճակի մեջ։ Երբ Գորգը վերադարձավ մեկ շաբաթ հետո, Սիլվան արդեն կայացրել էր իր որոշումը։ Նա ասաց նրան. «Ես չեմ կարող հրապարակել այս փաստաթղթերը։ Ոչ թե որովհետև վախենում եմ իմ անվան համար, այլ որովհետև վախենում եմ իմ որդու համար։ Եթե այս ամենը դուրս գա, Արամը կտուժի։ Նրան կմեղադրեն, որ նա օգտվել է իր հոր կեղտոտ գումարներից, նրա բիզնեսը կկործանվի, նրա կյանքը կավերվի։ Ես չեմ կարող դա անել իմ որդուն»։ Գորգը նայեց նրան ասաց. «Բայց քո որդին արդեն օգտվել է այդ գումարներից։ Նրա ամբողջ հարստությունը կառուցված է այդ կեղտոտ հիմքերի վրա։ Եթե դու ոչնչացնես այս փաստաթղթերը, դու թույլ ես տալիս, որ անարդարությունը շարունակվի»։ Սիլվան սկսեց լալ ասաց. «Ես գիտեմ, բայց ես չեմ կարող։ Ես արդեն կորցրել եմ ամեն ինչ, իմ ամուսնուն, իմ հեղինակությունը, իմ խաղաղությունը։ Իմ որդին միակն է, ինչ ինձ մնացել է։ Ես չեմ կարող կորցնել նրան»։ Գորգը հանեց փաստաթղթերը սեղանից դրեց դրանք իր պայուսակի մեջ։ Նա ասաց. «Ես հարգում եմ քո որոշումը, բայց ես չեմ կարող ոչնչացնել այս փաստաթղթերը։ Ես կպահեմ դրանք, եթե մի օր իրավիճակը փոխվի, եթե մի օր Հայաստանում լինի իսկական արդարություն, ես կհանձնեմ դրանք իրավասու մարմիններին»։ Սիլվան գիտեր, որ դա նշանակում էր, որ սպառնալիքը միշտ կմնա, որ այդ փաստաթղթերը միշտ կարող են հայտնվել, որ նա երբեք չի կարող զգալ իրեն անվտանգ։ Բայց նա ընդունեց դա, որովհետև այլ ընտրություն չուներ։ Արդյոք Սիլվան կարող էր ապրել մնացած տարիները, գիտենալով, որ ճշմարտությունը միշտ կարող է դուրս գալ, թե՞ այդ վախը կուտեր նրան ներսից մինչ վերջ։ Գորգի այցելությունից հետո Սիլվա Կապուտիկյանի առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Նրա սիրտը թուլացավ, նրա ճնշումը դարձավ անկայուն, նրա հիշողությունը սկսեց թուլանալ։ Բժիշկները ասացին, որ դա բնական ծերացման գործընթաց է, բայց բուժքույրը գիտեր, որ դա ավելին էր։ Սիլվան մարում էր ոչ թե ֆիզիկական հիվանդությունից, այլ հոգոր ցավից, մեղավորության զգացումից, որը ուտում էր նրան ներսից։ Նա սկսեց տեսնել սարսափազդու երազներ, որտեղ հետապնդում էին նրան երկրաշարժի զոհերը, որտեղ նրանք պահանջում էին հաշվետվություն այն գումարների համար, որոնք երբեք չհասան իրենց։ Նա արթնանում էր գիշերներին, գոչելով, բուժքույրը վազում էր նրա մոտ, հանգստացնելու համար։ Սիլվան խոսում էր անհասկանալի բաներ. «Ներեցեք ինձ, ես չգիտեի, ես չէի ուզում, ես միայն ուզում էի ապրել»։ Բուժքույրը փորձում էր հանգստացնել նրան, բայց Սիլվան չէր լսում։ Նա ապրում էր իր սեփական դժոխքում, որտեղ ոչ ոք չէր կարող հասնել նրան, որտեղ նա մենակ էր իր մեղքերի հետ։ Երբ Արամը գալիս էր տեսնելու իր մորը, Սիլվան երբեմն չէր ճանաչում նրան, երբեմն կարծում էր, որ նա Վահագնն է, սկսում էր մեղադրել նրան. «Դու ինձ խաբեցիր, դու ասացիր, որ ամեն ինչ լավ կլինի, բայց նայիր, ինչ եղավ»։ Արամը տառապում էր, տեսնելով իր մորը այդպիսի վիճակում, բայց նա չգիտեր, թե ինչպես օգնել նրան։ Ինչպես կարող էր նա օգնել, երբ չգիտեր ճշմարտությունը, երբ չգիտեր, թե ինչ էր տանջում իր մորը։ 2004 թվականի ձմռանը Սիլվա Կապուտիկյանը դարձավ գրեթե անշարժ։ Նա չէր կարող քայլել, չէր կարող ինքնուրույն ուտել, չէր կարող նույնիսկ խոսել հստակ։ Բժիշկները ասացին, որ նրան մնացել է քիչ ժամանակ, որ ընտանիքը պետք է պատրաստվի վերջին հրաժեշտին։ Արամը բերեց իր մորը տուն հիվանդանոցից, որովհետև Սիլվան խնդրել էր մեռնել տանը, ոչ թե հիվանդանոցում։ Նա ուզում էր մեռնել իր սեփական անկողնում, շրջապատված իր սեփական իրերով, նայելով դեպի Արարատ լեռը, որը երում էր պատուհանից։ Վերջին օրերին Սիլվան գրեթե ամբողջ ժամանակ քնած էր, բայց երբեմն արթնանում էր խոսում մի քանի խոսք։ Մի անգամ նա կանչեց բուժքրոջը ասաց. «Այն տուփը, որը պահում եմ բարձի տակ, բերիր ինձ»։ Բուժքույրը բերեց տուփը, Սիլվան բացեց այն դողացող ձեռքերով։ Ներսում էին հին լուսանկարներ, նամակներ, մի փոքրիկ ոսկե խաչիկ։ Սիլվան վերցրեց խաչիկը, սեղմեց այն իր կրծքին։
Նա ասաց. «Սա իմ մայրիկի խաչիկն է։ Նա տվել էր ինձ, երբ ես մեկնում էի երան։ Նա ասել էր. «Պահիր այն միշտ քեզ մոտ, այն կպաշտպանի քեզ»։ Բայց ես չպահեցի։ Ես մոռացա այն, ես մոռացա նրա խոսքերը, ես մոռացա, թե ով եմ ես, որտեղից եմ եկել»։ Բուժքույրը տեսավ, թե ինչպես Սիլվայի աչքերից հոսում են արցունքներ, նա հասկացավ, որ Սիլվան վերջապես գտել էր այն, ինչ փնտրում էր ամբողջ կյանքը՝ ներողություն, ոչ թե ուրիշներից, այլ ինքն իրենից։ Արդյոք այդ ներողությունը բավարար էր, որպեսզի Սիլվան մեռներ խաղաղությամբ, թե՞ նա մինչ վերջին շունչը կտանջվեր իր մեղքերի համար։ 2005 թվականի փետրվարի 25-ին, երբ երանը ծածկված էր ձյունով, երբ Արարատ լեռը փայլում էր սպիտակ գագաթով, Սիլվա Կապուտիկյանը փակեց իր աչքերը վերջին անգամ։ Նա մեռավ խաղաղ, առանց ցավի, կարծես պարզապես մտավ երազ, որից երբեք չարթնացավ։ Նրա որդին, Արամը, որը նստած էր նրա կողքին, հիշում է, թե ինչպես նրա մայրը վերջին րոպեներին բացեց աչքերը, նայեց նրան շշուկով ասաց. «Ներիր ինձ»։ Արամը չհասկացավ, թե ինչի համար է նա խնդրում ներողություն, բայց նա ասաց. «Ես ներում եմ քեզ, մայրիկ, ես միշտ կսիրեմ քեզ»։ Սիլվան ժպտաց, այդ ժպիտը էր վերջին բանը, որ Արամը տեսավ նրա դեմքին։ Թաղումը տեղի ունեցավ մի շաբաթ հետո, եկան հարյուրավոր մարդիկ, հրաժեշտ տալու ժողովրդական բանաստեղծուհուն։ Բոլորը խոսում էին նրա տաղանդի մասին, նրա ներդրման մասին հայ գրականության մեջ, նրա սիրո մասին հայրենիքի նկատմամբ։ Բայց ոչ ոք չխոսեց այն մասին, թե ինչպես էր նա ապրել, ինչ էր նա արել, ինչ գաղտնիքներ էր նա տարել իր հետ գերեզման։ Արդյոք Սիլվա Կապուտիկյանը մեռավ որպես հերոսուհի, թե՞ որպես մեղավոր, ով կարող էր դատել նրան, երբ ճշմարտությունը թաղված էր նրա հետ։ Սիլվա Կապուտիկյանի թաղումից 3 ամիս անց, երբ երանը արդեն մոռացել էր այդ իրադարձությունը, շարունակում էր իր սովորական կյանքը, Արամ Կապուտիկյանի գրասենյակ մտավ մի անծանոթ կին, մոտավորապես 50 տարեկան, հագած պարզ զգեստ։ Նա ներկայացավ որպես Մարինե Սարգսյան, ասաց, որ 15 տարի աշխատել է Սիլվայի տանը որպես տնային օգնական։ Արամը հիշեց այդ կնոջը, նա իսկապես տարիներ շարունակ տեսել էր նրան իր մոր տանը, բայց երբեք չէր խոսել նրա հետ։ Մարինեն նստեց Արամի դիմաց, դրեց սեղանին մի հին տետր, կապված դեղին թելերով, որի էջերը դարձել էին դեղնավուն ժամանակից։ «Ձեր մայրիկը տվել էր ինձ սա իր վերջին օրերին», ասաց Մարինեն։ Նա ասել էր, որ եթե նրան ինչ-որ բան պատահի, ես պետք է տամ այն ձեզ, բայց միայն երբ անցնի որոշ ժամանակ։ Նա ուզում էր, որ դուք կարդաք սա, երբ արդեն հանգստացած լինեք, երբ արդեն կարողանաք հասկանալ։ Արամը վերցրեց տետրը, դողացող ձեռքերով բացեց առաջին էջը։ Այնտեղ նրա մոր ձեռագրով գրված էր. «Իմ որդուն, ներողություն խնդրելով այն ամենի համար, ինչ դու չգիտես, բայց շուտով կիմանաս»։ Ինչ էր պարունակում այդ տետրը, որը Սիլվան այդքան ուշադիր թաքցրել էր, ինչու՞։ Էր նա ուզում, որ իր որդին կարդա այն միայն իր մահից հետո։ Արդյոք այդ էջերում էր գրված ամբողջ ճշմարտությունը, որը Սիլվան երբեք չէր համարձակվել ասել բարձրաձայն, թե՞ դա միայն մի ծերունի կնոջ վերջին խոստովանությունն էր։ Արամը սկսեց կարդալ տետրը, ամեն մի էջ էր բացահայտում մի նոր սարսափելի ճշմարտություն։ Սիլվան գրել էր ամեն ինչ, սկսած իր առաջին հանդիպումից Վահագնի հետ, երբ նա դեռ ուսանողուհի էր, երազում էր փառքի մասին, մինչ վերջին օրերը, երբ նա ապրում էր մեղավորության զգացումով։ Նա գրել էր, թե ինչպես Վահագնը սկզբում թվում էր իդեալական ամուսին, հզոր, ազդեցիկ, կարող բոլոր դռները բացել նրա առջ։ Նա գրել էր, թե ինչպես դանդաղ սկսեց հասկանալ, որ Վահագնի ուժը հիմնված էր ոչ թե տաղանդի կամ ազնվության վրա, այլ վախի, կոռուպցիայի վրա։ Նա գրել էր, թե ինչպես փորձեց դիմադրել, երբ առաջին անգամ իմացավ, որ Վահագնը վերցնում է կաշառք, բայց Վահագնը սպառնացել էր նրան. «Եթե դու խոսես, ես քեզ ոչնչացնեմ։ Քո կարիերան կավարտվի, քո անունը կբծվի, դու կվերադառնաս սպիտակ, որպես ձախողված բանաստեղծուհի»։ Սիլվան գրել էր, թե ինչպես նա ընտրեց լռել, որովհետև վախենում էր կորցնել ամեն ինչ, ինչ ձեռք էր բերել։ Նա գրել էր, թե ինչպես դանդաղ սովորեց ապրել այդ կեղտի հետ, ինչպես սովորեց փակել աչքերը, երբ տեսնում էր անարդարություն, ինչպես սովորեց արդարացնել իրեն, ասելով, որ բոլորը այդպես են անում, որ դա համակարգի մեղքն է, ոչ թե իր մեղքը։ Արամը կարդում էր այս խոսքերը, նրա աշխարհը փլուզվում էր նրա շուրջը։ Նա միշտ կարծել էր, որ իր մայրը սուրբ է, որ նրա հայրը հերոս է, որ իրենց ընտանիքը օրինակելի է։ Բայց այժմ նա տեսնում էր, որ ամեն ինչ եղել է սուտ, որ նրա ամբողջ կյանքը կառուցված է եղել ավազի վրա, որը այժմ սողում էր նրա ոտքերի տակ։ Տետրի ամենասարսափելի մասը վերաբերում էր երկրաշարժի ֆոնդերին։
Սիլվան գրել էր ամեն մանրամասն, թե ինչպես էին հավաքվել գումարները, թե ինչպես Վահագնը համոզել էր նրան, որ նրանք պետք է վերցնեն ադմինիստրատիվ ծախսերի համար, թե ինչպես այդ ծախսերը դարձան ավելի ու ավելի մեծ, մինչ վերջապես $5 միլիոն մնաց միայն մի փոքր մաս, որը իսկապես հասավ Սպիտակի բնակիչներին։ Սիլվան գրել էր. «Ես տեսա այդ մարդկանց աչքերը, երբ գնացի Սպիտակ։ Նրանք նայում էին ինձ հույսով, նրանք հավատում էին, որ ես կօգնեմ իրենց։ Բայց ես խաբեցի նրանց։ Ես վերցրեցի նրանց գումարները, օգտագործեցի դրանք իմ շքեղ կյանքի համար։ Ես գնեցի գորգեր բրիլիանտներ այն գումարներով, որոնք պետք է գնեին հաց դեղորայք երեխաների համար, ովքեր սովից մեռնում էին վրաններում»։ Արամը կարդում էր այս խոսքերը, նրա ձեռքերը դողում էին այնքան ուժգնորեն, որ գրեթե չէր կարողանում բռնել տետրը։ Նա հասկացավ, որ իր ամբողջ հարստությունը, նրա բիզնեսը, նրա շքեղ կյանքը, ամեն ինչ կառուցված էր այդ գողացված գումարների վրա։ Նա հասկացավ, որ նա ապրում է այն երեխաների արյան գնով, ովքեր մեռան սովից, որովհետև օգնությունը, որը պետք է հասներ իրենց, հասավ նրա ընտանիքին։ Ինչպես կարող էր նա շարունակել ապրել այդ գիտելիքով, ինչպես կարող էր նա երբե ներել իր ծնողներին այն ամենի համար, ինչ նրանք արել էին։ Տետրի վերջին էջերում Սիլվան գրել էր իր վերջին խոստովանությունը։ Նա գրել էր. «Արամ, իմ սիրելի որդի, ես գիտեմ, որ այս խոսքերը կցավեցնեն քեզ, ես ներողություն եմ խնդրում դրա համար։ Բայց դու պետք է իմանաս ճշմարտությունը, որովհետև միայն ճշմարտությունը կարող է ազատել քեզ։ Դու ապրում ես այն գումարներով, որոնք գողացվել են, եթե դու շարունակես այդպես ապրել, դու կդառնաս ինձ նման մի մարդ, ով ապրում է մեղավորության զգացումով մինչ վերջ։ Ես չեմ կարող ասել քեզ, թե ինչ անել, որովհետև դա քո որոշումն է։ Բայց ես կարող եմ ասել քեզ, թե ինչ ես կանեի, եթե կարողանայի վերադառնալ ժամանակում։ Ես կվերադարձնեի այդ գումարները, ես կխոստովանեի իմ մեղքերը, ես կընտրեի աղքատությունը, ազնվությունը, հարստության ամոթի փոխարեն։ Բայց ես չեմ կարող վերադառնալ ժամանակում, այդ պատճառով ես մեռնում եմ այս ցավով։ Դու դեռ երիտասարդ ես, դու դեռ կարող ես փոխել քո ճանապարհը։ Խնդրում եմ, մի կրկնիր իմ սխալները։ Ընտրիր ճշմարտությունը, նույնիսկ եթե դա նշանակում է կորցնել ամեն ինչ»։ Արամը ավարտեց կարդալը, նստեց լռությամբ երկար ժամեր։ Մարինեն, որը սպասում էր նրան, տեսավ, թե ինչպես նրա դեմքը փոխվում է, սկզբում ցնցումից, ապա ցավից, ապա վճռականությունից։ Վերջապես Արամը նայեց Մարինեին, ասաց. «Շնորհակալ եմ, որ բերեցիք սա ինձ։ Այժմ ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ»։ Ինչ էր նա պատրաստվում անել, արդյոք նա ուներ այն քաջությունը, որը պակասել էր իր մորը, ընտրելու ճշմարտությունը փառքի փոխարեն։ 2005 թվականի ամռանը, 3 ամիս Սիլվայի մահից հետո, Արամ Կապուտիկյանը կազմակերպեց մամլո ասուլիս, որը ցնցեց ամբողջ Հայաստանը։ Նա հրավիրեց բոլոր խոշոր լրատվամիջոցները, նստեց խցիկների առջ, սկսեց խոսել։ Նա պատմեց ամեն ինչ, իր հոր կեղտոտ գործերի մասին, երկրաշարժի ֆոնդերից գողացված գումարների մասին, իր մոր լռության մասին, որը թույլ տվեց, որ այդ ամենը շարունակվի։ Նա ցույց տվեց իր մոր տետրը, որտեղ գրված էր ամբողջ ճշմարտությունը, նա ասաց, որ պատրաստ է համագործակցել իրավասու մարմինների հետ, հետաքննելու այդ գործերը։ Նա հայտարարեց, որ փակում է իր բիզնեսը, վաճառում իր ամբողջ ունեցվածքը, որ ստացված գումարները կտրամադրի Սպիտակի բնակիչներին, որպես փոխհատուցում այն օգնության համար, որը երբեք չհասավ իրենց։ Լրագրողները նստած էին ցնցումից, չհավատալով իրենց ականջներին։ Սա էր անհավանական բան, հարուստ բիզնեսմենը, որը կարող էր շարունակել ապրել շքեղության մեջ, ընտրեց ճշմարտությունը, արդարությունը։ Բայց ոչ բոլորը ուրախացան այդ հայտարարությունից։ Շատ հզոր մարդիկ, ում անունները հիշատակվում էին Սիլվայի տետրում, սկսեցին վախենալ, որ Արամի խոստովանությունը կբացահայտի նա իրենց գործերը։ Նրանք սկսեցին սպառնալ Արամին, փորձեցին գնել նրան, փորձեցին վախեցնել նրան։ Բայց Արամը չընկավ։ Նա ասաց. «Իմ մայրիկը ապրեց վախով մինչ վերջ, ես չեմ ուզում նույն ճակատագիրը։ Ես ընտրում եմ ազատությունը, նույնիսկ եթե դա նշանակում է կորցնել ամեն ինչ»։ Արդյոք Արամը կարող էր իրականացնել իր խոստումը, թե այն հզոր մարդիկը, ում նա մեղադրում էր, կգտնեին ճանապարհ նրան լռեցնելու։ Արամի մամլո ասուլիսից հետո սկսվեց հետաքննություն, որը տեց 2 տարի։ Ստուգվեցին բոլոր փաստաթղթերը, հարցաքննվեցին տասնյակ վկաներ, բացահայտվեցին բազմաթիվ նոր փաստեր։ Պարզվեց, որ Վահագն Դավթյանը եղել է մի ամբողջ կոռուպցիոն ցանցի կենտրոնական կապը, որը ներառում էր նախարարներ, պատգամավորներ, դատավորներ։ Պարզվեց, որ երկրաշարժի ֆոնդերից գողացված
Գումարները փոխանցվել էին օֆշորային հաշիվների, որտեղից դրանք բաշխվել էին տասնյակ մարդկանց միջ։ Շատերը ձերբակալվեցին, շատերը փախան երկրից, շատերը փորձեցին ժխտել իրենց մեղքը։ Բայց ապացույցները անհերքելի էին, դատարանը սկսեց դատավճիռ ներկայացնել։ Արամ Կապուտիկյանը, չնայած իր համագործակցությանը, նույնպես դատապարտվեց 2 տարի ազատազրկման պայմանականորեն, որովհետև դատարանը ճանաչեց, որ նա օգտվել էր գողացված գումարներից, նույնիսկ եթե չգիտեր դրանց ծագման մասին։ Բայց Արամը ընդունեց այդ դատավճիռը առանց բողոքի։ Նա ասաց. «Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ մեղքերի համար, որովհետև միայն այդպես կարող եմ ազատվել այն բեռից, որը տարել եմ ամբողջ կյանքս»։ Նա վաճառեց իր ամբողջ ունեցվածքը, տրամադրեց գումարները Սպիտակի բնակիչներին։ Գումարը չէր բավարար, որպեսզի փոխհատուցեր ամբողջ վնասը, բայց դա էր սկիզբը։ Սպիտակի բնակիչները, ովքեր տասնյակ տարիներ սպասել էին արդարության, վերջապես տեսան, որ ինչ-որ մեկը պատրաստ է ընդունել պատասխանատվություն։ Շատերը լացին, երբ լսեցին Արամի պատմությունը, շատերը ասացին, որ նրանք ներում են նրան, որովհետև նա ցույց տվեց քաջություն, որը պակասել էր նրա ծնողներին։ 2007 թվականին, երբ հետաքննությունը ավարտվեց, բոլոր դատավճիռները կայացվեցին, Արամ Կապուտիկյանը տեղափոխվեց Սպիտակ ապրելու համար։ Նա վարձեց մի փոքրիկ բնակարան, գտավ պարզ աշխատանք որպես ուսուցիչ տեղական դպրոցում, սկսեց նոր կյանք։ Նա ուզում էր ապրել այնտեղ, որտեղ իր ընտանիքը պատճառել էր ամենամեծ վնասը, նա ուզում էր տեսնել ամեն օր այն մարդկանց, ում նա պարտք ուներ, նա ուզում էր իր կյանքով ցույց տալ, որ փոխվելը երբեք ուշ չէ։ Սպիտակի բնակիչները սկզբում զգույշ էին նրա նկատմամբ, բայց դանդաղ սկսեցին ընդունել նրան։ Նրանք տեսան, որ նա ապրում է համեստ, որ նա աշխատում է ազնվորեն, որ նա փորձում է օգնել ուրիշներին։ Դանդաղ Արամը դարձավ Սպիտակի համայնքի մաս, մարդիկը սկսեցին մոռանալ, թե ով էր նա, որտեղից էր եկել։ Նրանք տեսան նրան ոչ թե որպես Սիլվա Կապուտիկյանի որդի, այլ որպես պարզապես Արամ, մի մարդ, որը փորձում էր ապրել ազնվորեն, փոխհատուցել իր ընտանիքի մեղքերը։ 2012 թվականին, երբ Սպիտակում վերջապես ավարտվեց վերջին վերականգնողական աշխատանքը, քաղաքը դարձավ նորից ապրելի, Արամը կանգնեց երկրաշարժի զոհերի հուշարձանի առջ, դրեց ծաղիկներ։ Նա կարդաց անունները, որոնք փորագրված էին քարի վրա, նա հիշեց իր մոր վերջին խոսքերը՝ «Ընտրիր ճշմարտությունը, նույնիսկ եթե դա նշանակում է կորցնել ամեն ինչ»։ Նա կորցրել էր ամեն ինչ՝ իր հարստությունը, իր կարգավիճակը, իր հարմարավետ կյանքը։ Բայց նա գտել էր ինչ-որ բան ավելի արժեքավոր՝ խաղաղություն, ազատություն, ներողություն։ Արդյոք դա բավարար էր, որպեսզի փոխհատուցեր այն ամենը, ինչ նրա ընտանիքը արել էր, թե՞ որոշ մեղքեր այնքան խորն են, որ երբեք չեն կարող լիովին մաքրվել։ Ինչ վերաբերում է Գորգ Դավթյանին, Վահագնի եղբորը, ով բերել էր այն փաստաթղթերը Սիլվայի մոտ, նա վերադարձավ Սանկտ Պետերբուրգ անմիջապես Արամի մամլո ասուլիսից հետո։ Նա տվեց հարցազրույց ռուսական լրատվամիջոցներին, որտեղ պատմեց, թե ինչպես իր եղբայրը փորձել էր ներգրավել նրան իր կեղտոտ գործերի մեջ, ինչպես նա հրաժարվել էր։ Նա ասաց, որ պահել էր այդ փաստաթղթերը տարիներ շարունակ, որպես ապահովագրություն, որպեսզի եթե ինչ-որ մեկը փորձի նրան վնասել, նա կարողանա պաշտպանվել։ Նա ասաց, որ երբեք չէր ուզում հրապարակել այդ փաստաթղթերը, բայց երբ տեսավ, թե ինչպես Սիլվան մեռնում է մեղավորության զգացումով, նա որոշեց, որ ժամանակն է ճշմարտությանը դուրս գալու։ Գորգը շարունակեց ապրել Ռուսաստանում, նա երբեք չվերադարձավ Հայաստան։ Նա ասաց, որ Հայաստանը նրա համար լի է ցավոտ հիշողություններով, որ նա նախընտրում է մնալ հեռու։ Բայց նա ուղարկում էր գումարներ Սպիտակ, օգնելու վերականգնման աշխատանքներին, նա պահպանում էր կապը Արամի հետ։ Նրանք երբեմն խոսում էին հեռախոսով, Գորգը միշտ հարցնում էր, թե ինչպես է Արամը, արդյոք նա գտել է խաղաղություն։ Արամը միշտ պատասխանում էր, որ նա դեռ փնտրում է, բայց որ ամեն օր դառնում է մի փոքր ավելի հեշտ։ Գորգը մեռավ 2018 թվականին, սրտի կաթվածից, նրա վերջին խոսքերը, ըստ նրա բուժքրոջ, եղան. «Ես արեցի ճիշտ բանը, ես չեմ զղջում»։ Արդյոք Գորգը իսկապես արեց ճիշտ բանը, բացահայտելով այդ գաղտնիքները, թե՞ նա պարզապես վրեժ էր լուծում իր եղբորից, ով երբեմն վիրավորել էր նրան։ 2022 թվականին, Սիլվա Կապուտիկյանի մահից 17 տարի անց, Երանում բացվեց մի փոքրիկ թանգարան, որը նվիրված էր երկրաշարժի զոհերի հիշատակին։ Թանգարանում ցուցադրվում էին լուսանկարներ, փաստաթղթեր, անձնական իրեր այն մարդկանց, ովքեր մեռան կամ կորցրին ամեն ինչ երկրաշարժում։ Կար նա մի հատուկ սենյակ, որը նվիրված էր կոռուպցիայի դավաճանության պատմությանը։
Այնտեղ ցուցադրվում էին Սիլվա Կապուտիկյանի տետրը, Վահագն Դավթյանի փաստաթղթերը, Արամ Կապուտիկյանի մամլո ասուլիսի տեսանյութը։ Այնտեղ էր նա մի տախտակ, որտեղ գրված էին բոլոր այն մարդկանց անունները, ովքեր ներգրավված էին այդ սկանդալում, նրանց դատավճիռները։ Թանգարանի նպատակը չէր միայն հիշել անցյալը, այլ նա ուսուցանել ապագա սերունդներին, որ կոռուպցիան լռությունը կարող են հանգեցնել սարսափելի հետանքների։ Բացման օրը եկավ Արամ Կապուտիկյանը, որը այդ ժամանակ արդեն 60 տարեկան էր, նա ասաց մի քանի խոսք։ Նա ասաց. «Իմ մայրիկը եղավ մի տաղանդավոր բանաստեղծուհի, բայց նա եղավ մի թույլ մարդ, ով ընտրեց լռությունը արդարության փոխարեն։ Ես չեմ կարող ներել նրան այն ամենի համար, ինչ նա արեց, բայց ես կարող եմ հասկանալ նրան։ Նա ապրեց մի դժվար ժամանակաշրջանում, երբ համակարգը ոչնչացնում էր նրանց, ովքեր համարձակվում էին խոսել ճշմարտությունը։ Բայց դա չի արդարացնում նրա լռությունը։ Մենք պետք է սովորենք այս պատմությունից, մենք պետք է երդվենք, որ երբեք չենք թույլ տալու, որ նման բան կրկնվի»։ Հանդիսականները ծափահարեցին, շատերը լացին, հիշելով այն ամենը, ինչ կորցրել էին։ Թանգարանը դարձավ մի տեղ, ուր մարդիկ գալիս էին ոչ միայն հիշելու համար, այլ նա մտածելու համար, ինչպես կարելի է կանխել, որ պատմությունը կրկնվի։ Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունները դեռ կարդացվում են դպրոցներում, դեռ ուսումնասիրվում են համալսարաններում, դեռ սիրվում են շատ մարդկանց կողմից։ Բայց այժմ, երբ մարդիկ կարդում են նրա տողերը հայրենիքի սիրո մասին, նրանք չեն կարող չմտածել այն կոնտրաստի մասին նրա բանաստեղծությունների, նրա իրական կյանքի մեջ։ Ինչպես կարող էր նա գրել այդքան գեղեցիկ խոսքեր արդարության մասին, երբ ինքը ապրում էր անարդարության մեջ։ Ինչպես կարող էր նա գրել ժողովրդի ցավի մասին, երբ ինքը օգտվում էր այդ ցավից։ Գրականագետները վիճում են այս հարցերի շուրջը։ Ոմանք ասում են, որ արվեստը պետք է բաժանել արտիստի անձնական կյանքից, որ Սիլվայի բանաստեղծությունները արժեքավոր են անկախ նրանից, թե ինչպես էր նա ապրում։ Ուրիշները ասում են, որ անհնար է անտեսել այդ կոնտրաստը, որ Սիլվայի կեղծավորությունը բծում է նրա ամբողջ ստեղծագործությունը։ Բայց բոլորը համաձայն են մի բանի մեջ՝ Սիլվա Կապուտիկյանի պատմությունը դաս է մեզ բոլորի համար։ Դաս այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք ընտրում ենք լռությունը ճշմարտության փոխարեն, երբ մենք փակում ենք մեր աչքերը անարդարության առջ, երբ մենք դնում ենք մեր անձնական շահերը ընդհանուր բարիքից բարձր։ Սիլվան վճարեց բարձր գին իր ընտրությունների համար, նա ապրեց մեղավորության զգացումով մինչ վերջ, նա մեռավ առանց գտնելու այն խաղաղությունը, որը փնտրում էր։ Արդյոք մենք կարող ենք սովորել նրա սխալներից, թե մենք դատապարտված ենք կրկնելու դրանք։ Բարեկամներ, ինչպես եք դուք վերաբերվում Սիլվա Կապուտիկյանին։ Եղավ նա համակարգի զոհը, թե ինքը եղավ այդ համակարգի մասնակիցը օգտվեց դրանից։ Կարող ենք մենք բաժանել նրա տաղանդը նրա անձնական կյանքից, թե նրա կեղծավորությունը բծում է նրա ամբողջ ստեղծագործությունը։ Արդյոք Արամ Կապուտիկյանը արեց ճիշտ բանը, բացահայտելով ճշմարտությունը, թե նա պարզապես ոչնչացրեց իր ընտանիքի անունը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, մեզ համար կարող է իմանալ, թե արդյոք հիշում են նրան ձեր քաղաքում, ինչպես են վերաբերվում նրա հիշատակին։ Դրեք լայք, եթե կարծում եք, որ ճշմարտությունը միշտ պետք է դուրս գա, անկախ հետանքներից, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի իմանաք ավելին այն մարդկանց մասին, ովքեր ապրեցին կրկնակի կյանք, հրապարակայնորեն փայլուն, բայց գաղտնի, մութ լի գաղտնիքներով։